Ձեզ ինչու է քաղաքապետարանը ուզում վերացնել մեկանգամյա թղթե ուղետոմսերը, QR-ները, որով վճարում եք։ Ինչ իմանամ։ Դրա փոխարեն օրինակ ինչ կմտածեն։ Ինչ իմանամ, ես էլ չգիտեմ ինչ են անում։ Գուցե անում են նրա համար, որ մարդիկ փաթեթներ գնեն։ Ես օրինակ իմ թոշակի քարտով գնել եմ փաթեթը, մնացածների չգիտեմ ոնց։ Գոհ հարմար է նոր սակագինը։ Հարմար է, որտեղ զեղչեր կա թոշակառուի համար։ Ինչքան է կասում։ Սովորականին 9-քանից է, իմ թոշակը 6300 դրամ է։ Ինձ ձեռ է տալի էդի, մնացածը չգիտեմ, աղջիկս։ Չգիտեմ, ինձ հետաքրքիր ընդհանրապես Հայաստանում ինչ է կատարվում։ Օսաղով մեռած, տես։ Չգիտեմ։ Ինչ կմտցնեն դրա փոխարեն։ Երևի առաջվա նման։ Ես անմոլորակային եմ, ես երկրի լադովատի չեմ կարում դենում։ Երևի քիչ է եկամուտը։ Я не могу сказать. Չգիտեմ, ազուս չեմ։ Ես տես բաներից հեռու եմ, ինձ ոչ Տրանսպորտից չեք օգտվում։ Իսկ տեղյակ եք, բայց նոր սակագնի մասին 150 դրամ։ Էդի գիտեմ, շուտվանից դες լավ է։ Լավ է։ Որ գոնե տրանսպորտը լավ աշխատում է։ Օգտվում ենք մեկու մեջ, 1000-ից 1, բայց էլ լավ է։ Իսկ առաջ ոնց է։ Չէր կարում նստեի։ Բարելավել է, բարեփոխվել է։ Առաջ համեմատ շատ, բայց հələ այն բան չի միջև լավ կատարվում։ Դրա համար ծախ վճարեն, որ լավ լինի։ Շիքանամ, ես բոլորովին չեմ օգտվում, չեմ կարող անասել։ Քաղաքապետարան իմ վիդնի է ոնց ասում են, իրանց երևում է։ Երևի ճիշտ է կամ սխալ։ Ուրիշ հարցեր տակ կպատասխանեմ։ Նոր սակագնից բայց տեղյակ եք, որ 150 դրամ է դարձել 100 Իհարկե տեղյակ եմ։ Գոհ եք։ Իհարկե գոհ եմ, բոլորն են գոհ, ոչ մենակ ես։ 150 դրամ ճիշտ է, բայց ինչ էր, սա որ պապզած, կռացած, հիմա նորմալ նստում են մաքուր է, 50 դրամը թանկ չի։ Նորմալ որոշում է, 300-ը թանկ էր բնականաբար։ Ուղղակի հիմարություն արեցին, շուխուր գցեցին, իրանք իրանց դեմ աշխատեցին։ Բայց 150 դրամը նորմալ է, Իշխնած իմ շրջապատը բոլորը գոհ են դրանից։ Իսկ այդ թուղթը մուղթը որ վերացնում են գաղափարչում։ Շատ լավ գնեն։ Ինչ կրնան քնել։ Ինչքան քինը բերալա։ Ինչ որոշեր են քինալա։ 300 դրամ, մեկ ուղևորցը 150 դրամ։ Մեկը 150 դրամ։ Ինչ է քաղաքը 15 տարի առաջ Հայաստան եկան է, այդ բջուր բասերը գային, քրդին կոտ մարդիկ վրա և այլն, գսեի, որ Երանի մի քիչ ավելի դամ բադիվով դեղ մի երթամ կամ, հիմա բադիվով մարդիկ կերթան գուկանգոտ, լավ ավտոբուսներ և այլն, եթե մենք չի վճարենք այդ ավտոբուսներուն, թուրքերը բիտ վճարե, մի քիչ գոբեք ավելի ավտոներ գքնեն գոր ամեն ինչ շրայլ գծաղսեն գոր հերացայներ գկործային գոր 50 գոբեք ավելի դալով ավտոբուսին գգարձեն գոր որ աշխարհին վերջի եկավ գուզեն գոր որ 20 տարի առաջվա գոբեկներով նույն կինով նորեն երթանքան դքեդություն գսվի անոր կներեք ես հարգում մեր իշխանությանը եւ այլ իրանց մակարդակին բայց վաղուց սպասված բնակչությանը կողմից երևույթ այլի ինչ վնասա տվել այս բնակչությանը այդ կոպեկի օրինակ մուծումը տոմսը կամ էլ թեկուզ իհարկե իմ բանը չէ մեր խնդիրն է բայց ես չեմ որոշողը բայց էդ էլ է զարմանալի ինչի է սովորական տրոլեյբուսը ավտոբուսի գինը դարել, թեկուս պետք է... Եթե տրոլեյբուսը չի բարեփոխվել, նույն հին տրոլեյբուսը... Գիտեք, հա, առաջին սպասարկումը նույնն է մնացել, երկրորդը մարդիկ, երրորդն էլ մի ուրիշ բան էլ ասեմ, ես ամենանց խելուկ չում, ուղղակի ասեմ, էլի, օրինակ, Թիֆլիս քաղաքը, խակերն են մտել են ավտոբուսի, այդ բանը, այդ որ մուծում բանը, գիմնը միացրել, դրանով ապացուցել, որ սաղին տվյալն են, ասին քարտովորմություն և այլը, հենա իրաց ձերին, էդ էլ է մի քիչ վտանգավոր, իհարկե եվրոպական չափանիշներն, AI և այլ, իհարկե պետք է, հայ ազգին առավել ևս, այսքան խելացի ազգի համար, բայց սովորական կոպեկի գցելը գիտեմ, որ ավելի հարմար է մեր բնակչության համար, ես այդ ձևի իմ կարծում, որովհետև Գիտեք, պետք է նայենք էլի բնակչությունը, որտեղով ճանապարհը
որ ասում է կածանը անում է, դա ճանապարհը հարմար է։ Հիմա որ տրանսպորտ մտնում ես մարդիկ բողոքում են կամ շշկրում են կամ 10-ից 5 կարամ մուծին 5-ին մերժում աղախացան նրանց քարտերը մը բոլորին քարտում փողը լիքը բայց հետո քաշում է եւ այլ հա կամ էլ լինում է քաշում է 2-3 անգամ sense խառնշփոթ բաներ չի հստակից սրացել ուզում ասեմ բնակչությանը ոնց հարմար է երեք պետք է բնակչությանը կարիքներով շարժվես էլի ոչ թե քո ցանկությունները քայլիս Ամերիկայի, Եվրոպայի կամ ես ինչի հետ։ Այդ շատ լավ է իհարկե։ Մենք բոլորս երազում ենք ծնված օրվանից եվրոպական ստանդարտներ եւ այլ։ Բայց եթե բնակչությանը հարմար է կոպեկով, ինչի չի կոպեկով լինի, օրինակ։ Հա, վարկածներ կա, որ քաղաքապետարանն ուզում է վերացնել թղթեուղետոմսերը, որ փաթեթներ գնեն մարդիկ, քաղաքացիներ են քարտեր։ Այդ էլ կլինի երևի հարմար։ Ես դա չգիտեմ ինչ Հայրանից ներկայացնում, բայց եթե էլի նույն ձևի քարտը որ սենց փաթեթը քարտն է։ Այսինքն փաթեթը որ վերցնում ենք, էլի նույն ձևի։ Մեկ ամսյա փաթեթ եք վերցնում։ Գիտեք, կներեք, ես ԽՍՀՄ-ից ծնված մծացած եկած, ես գիտեի, որ ուսանող էի, օրինակ, հենց այդ Երևանում եւ այլը, կամ մի ուրիշ քաղաքում, կամ Մոսկվայում, կամ եւ այլը, կամ հաշմանդամ էի եւ այլը։ Մենք տաման սպეციալնի բան էլի գրքույկ։ Դրանով մենք դուրս միանգամից փողը վճարում ենք, մի ամսով վերցնում կամ մի տարով վերցնում եւ այլը։ Եթե այդ տեսակի է, այդ ուրիշ հարց է, որ ցույց տանք վարորդին իջին գնանք, էլի, այսինքն այդ ամիսը տվել ենք 10-20 հազար դրամ այդ տվյալ բանին գրքույկին, բայց ես ուրիշ մնացածը չեմ հասկանում, որովհետեւ այդ տեխնիկան, մեր այս կոմպյուտերիզացիան բանը շատ հաճախ մարդկանց գցում է մի հատ նենց խոր խնդիրների մեջ մերժում է, սխալվում է, քաշում է, սենց անում, նենց անում։ Ես կասկածում որ այդ կաշխատի։ Բայց դե բոլոր դեպքում իշխանությունը իրանք է, եթե այդ եւ ինչ որ մի բան կանցեսու ես մեկ-մեկ նայեմ տելևիզորով ինչ որ այս ընդդիմությունը ասում է պետք չի վերացրեք եւ այլ, չգիտեմ, երևի կանցեսուսի եթե հասել են իրանք ինչ որ մի հատ նորմալ բաներ են այդ փաթեթային եւ այլը որոշել, կարող է եւ աշխատի, չգիտեմ։ Հելա տվյալը լավ չի աշխատում։ Կարելի ասած вообще չի աշխատում։ Որտեւ այդ ինչ է նշանակում 10 հոգի մտնում ենք 7-ին մերժում է 3-ը մոծում ենք։ Ճիշտ չի, չէ՞, բայց առաջներին կոպեկ գցում էինք այդ 10 հոգին ու գնում մեր բանով հարցերով без проблем, էլի։